Բարի գալուս Job Finder-ի HR Corner հաղորդմանը, այսօրվա մեր հյուրն է Gulf ընկերության HR ղեկավար Հայկ Դավթյանը։ Ողջույն Հայկ ջան։ Ողջույն Էդուարդ ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ ենք մեզ հյուրընկալվելու համար։ Այսօրվա մեր թեման լինելու է հավաքագրումը, տաղանդների ներգրավումը, դրանց տարբերությունը, ինչպես նաև HR ոլորտի խնդիրները։ Հայկ ջան, առաջին հարցով կցանկանայի սկսեինք ձեր կարիերայից, ինչպես եք սկսել, ինչպես եք հասել այս կետին։ Շատ լավ, ես առասարակ կրթությունիցս, երևի սկսեմ, բակալավրիատը ԵՊՀ-ում եմ ավարտել, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժինը, իսկ մագիստրատուրան նույնպես ԵՊՀ, սոցիոլոգիայի ֆակուլտետ, հենց մարդկային ռեսուրսների կառավարում, HR management, և հենց այդպես է սկսել իմ ուղին, բայց մինչև HR-ը ոնց որ ունեցել եմ այլ փորձեր ևս, հիմնականում եղել է հոռեկա ոլորտը, ավելի թեկվածությունը դեպի տուրիզմ հյուրանոցներ, այդ ոլորտից եմ առհասարակ սկսել կարիերաս և միաժամանակ լեզվաբանական կտոր կա իմ կարիերայում, նաև ունեմ միջազգային որակավորում անգլերենի մասնագետի, դա էլ ոնց որ HR-ինքից առ այսօր շարունակում եմ, բացի դրանից այժմ նաև ռուս-հայկական սլավոնական համալսարանում եմ դասախոսում հենց HR, ու դեպի հենց HR գալով նշեմ, որ ավարտելով դեռ չէի ավարտել համալսարանը, առաջին կուրսի վերջին կիսամյակում էր, դիմում էի տարբեր կազմակերպություններ, որ սկսեի, քանի որ միայն տեսական գիտելիքները այդքան էլ ոնց որ շատ չէր հնարավորությունը մուտք գործելու աշխատաշուկա, այսինքն այդ խնդիրները այն ժամանակ էլ կար, հիմա էլ կա, ու այդպես առաջին ընկերությունը, որտեղ որ ընդունվեցի որպես HR specialist, HR մասնագետ, դա Target Group-ն էր, որը իր մեջ ներառում էր մի քանի կազմակերպություն, օրինակ La Galleria լուքսային բուտիկները, Toyota Lexus-ը, PlayCity Citizen, այս կազմակերպություններն էին, այնտեղ աշխատեցի 1 տարուց ավել, Target Group ընկերությունում աշխատելուց հետո տեղափոխվեցի Seal Holding, որը ներառում է մի քանի կազմակերպություն, սկզբնական շրջանում որպես HR աշխատում էի Fly One Armenia ավիաընկերությունում, Russia Mall-ում և Երևան տոնավաճառում, իսկ վերջին արդեն համարյա երկրորդ տարին է ղեկավարում եմ HR թիմը Gulf Armenia բենզալցակայանների ցանցում, հանդիսանում եմ HR ղեկավարը։ Շատ լավ։ Հայկ ջան, հիմա աշխատաշուկայում ընկալում կա, որ հավաքագրումը փոխակերպվել է տաղանդների ներգրավման, ո՞րն է ձեզ տարբերությունը։ Էդուարդ ջան, երկու տերմիններն էլ առ այս պահը առկա են, քանի որ սա ոչ թե տերմինի փոփոխություն է, այլ արդեն տարբեր ուղղություններ կարող ենք նույնիսկ ասել, որովհետև հավաքագրումը առհասարակ գործընթաց է, որը որ սկսում է այն պահից, երբ որ կա թափուր հաստիքը եւ այդ հաստիքը պետք է օր առաջ համալրել, այս լոգիկան է գործում, իսկ տաղանդների ներգրավումը talent acquisition ասվածը ինքը ավելի ռազմավարական եւ ապագային միտված, այսինքն ոնց որ սկիզբը եւ վերջը չեն երևում, այսպես ասած, իսկ հավաքագրման պարագայում կա առկա թափուր հաստիկ, այդ հաստիքը պետք է համալրել, ամփոփելով երևի այս հատվածը, հավաքագրումը ինքը կարճաժամկետ է, տաղանդների ներգրավումը ավելի երկարաժամկետ է, որովհետև գործատուն առհասարակ սկսում է պլաններ եւ ապագա կառուցել տվյալ աշխատակցի հետ։ Ես ինչքանով որ հասկացա, հավաքագրումը դա ուղղակի մեկ անգամյա գործընթաց է, իսկ տաղանդների ներգրավումը արդեն ընկերության ռազմավարությունից դուրս գալով ինքը շատ երկարաժամկետ ու ընդմիշտ գործընթաց է։ Այո, ինքը շարունակական է, որովհետև երբ որ արդեն թեկնածուն դառնում է լիարժեք քո անդամ, դու տեսնում ես, ես շատ դեպքերում ասում եմ թեկնածու եւ աշխատակից եւ գործատու այդ քիմիան արդեն սկսում է աշխատել, դրանից հետո արդեն գործատուն սկսում է ներդրումներ կատարել, թեկուզ ամենատրիվիալը պահպանելով եւ ուղարկելով տարբեր տրեյնինգների, որպեսզի մարդը աճ ունենա, զարգանա, իր գիտելիքները ընդհանուր զարգացնի, այսինքն
ոչ միայն ֆինանսական աճը բնականաբար դրա մասին չի խոսքը, այլ նաև ունենա հնարավորություն եւ տա գործատուն այդ հնարավորությունը մասնագիտական աճի, թեկուզ գործատուի կողմը ապահովի ամբողջությամբ վճարը տրեյնինգի, որը նույնպես կարող է կազմի ոնց որ այդ տաղանների պահպանման ու ներգրավման մի մաս։ Այս իմաստով ինքը ավելի ապագային միտված է եւ ավելի երկարաժամկետ process է, որովհետեւ դու սկսում ես ապագա կապել տվյալ աշխատակցի հետ, այո, եւ չսահմանափակվելով այն հաստիքում, որին որ դու այդ պահին ընդունել ես իրան։ Այսինքն ինքը կարող է չէ որ մասնագիտական աճը նաեւ ենթադրելու է հաստիկային աճ, այսինքն ապահովես մարդու շարունակական զարգացումը քո կազմակերպությունում։ Հայկ ջան, դուք էլ քանի որ դասախոսում եք համալսարանում, հիմա դուք էլ նկատած կլինեք իրականում, որ տեխնացուների մեծ մասը, ուսանողների մեծ մասը ռեզումե CV սարքել չգիտի։ Ուզում եմ ձեր փորձից ելնելով ոնց որ խորհուրդ տաք, մեր տեխնացուներին օրինակ ինչ պարտադիր կրիտերիաներ կա, որ պետքա պահել CV սարքելուց, ինչ պարտադիր կանոններ կա։ Շատ լավ, Էդուարդ ջան, տեսեք, առհասարակ այո, այդ խնդիրը մինչև հիմա էլ ունենք աշխատաշուկայում, քանի որ մարդը չի ուզում ժամանակ ծախսի իր անձնային բրենդավորման վրա, այսինքն ժամանակ ծախսի, նստի սարքի, իր փորձը գրի, ուսանողների պարագայում դա լրիվ այլ է, շատ բան չեն ունենում գրելու, որովհետև հիմնականում եթե դպրոցն են ավարտած լինում դա է եւ օրինակ մինչև հիմա եթե ուսանում են համալսարանում, բայց դա նույնպես պետքա կոկիկ կազմակերպել այդ ամեն ինչը։ Ես առասարակ խորհուրդ եմ տալիս ամենասովորական տեղերից օգտվել CV կազմելու, որովհետև դա կարող է թեկուզ լինել Canva-ն, օրինակի համար, այսինքն պետք չի ինչ-որ տենց երևելի ժամանակ շատ երկար ծախսել, բայց պետք էլ չի ընդհանրապես չծախսել։ Այսինքն պետք է այդ ոսկե միջինը գտնել։ CV-ում ես ինքս երբ որ CV-ներ եմ ստանում, անպայման նայում եմ ընդհանուր վիզուալին էլ, որ շատ գունագեղ չլինի, անկախ նրանից ինչ ոլորտ է, որովհետև դա արդեն ոնց որ ցավացնում է աչքը, դու գիտես որ պետքա մինչև վերջ նայես, բայց ուզում ես չնայես, որ դա իհարկե ոչ պրոֆեսիոնալ է, բայց տեխնացուները մինչև հիմա, այսինքն մինիմալիստական բաց գույների մեջ գոնե լինի CV-ն, 1-2 գույն մաքսիմում, headline-ը օրինակ այլ լինի եւ ներքևի պարունակությունը այլ գույն լինի, էլի բացի մեջ, ամենասովորականը գոնե կրթությունը նշված լինի, աշխատանքային փորձը նշված լինի, եթե ինքը արկա է ուսանողների պարագայում հիմնականում արկա չի լինում, բայց փորձառու մարդկանց մոտ դա արկա է լինում, այսինքն շատ դեպքերում լինում է CV-ներ են ուղարկում էլեկտրոնային հասցե չկա, հեռախոսահամար չկա, այսինքն ինֆորմացիան կա, բայց չգիտես ոնց այդ մարդու հետ կապ հաստատես, որովհետև լրացուցիչ ինֆորմացիա թե ոնց կապ հաստատես չի նշվել, CV-ում կամ ռեզյումեում։ Այս խնդիրներից խուսափելու համար կարելի է ուղղակի ամենակարևոր ինֆորմացիան, հակիրճ ներկայացնել ռեզյումեի մեջ եւ ուղարկել գործատուին եւ ամբողջ ինֆորմացիան ինչը որ կարևոր է ու գիտես որ հնարավոր է քո հետ կապ հաստատեն, ամբողջությամբ նշել LinkedIn-ի պրոֆիլը, մեյլը, հեռախոսահամարը, եւ սրա հակառակ կողմն էլ կա, թե ինչ չնշել երևի, դե առհասարակ տարիք, սեռ, ամուսնական կարգավիճակ, ծննդյան ամիս, ամսաթիվ, սա ոչ գրագետ ինֆորմացիա է CV մեջ անցկացնելու, քանի որ սա HR կողմին էլ հնարավոր է սուբյեկտիվության հիմքեր տա եւ ըստ տարիքի գնահատի, որ կարող է չկարողանա իրականացնել, ըստ փորձի, ըստ նկարի գնահատի, շատ դեպքերում մեր շուկայում մինչև հիմա այդ խտրականությունը կա, որ հիմնվելով նկարի վրա, ընդհանուր CV, ընդհանուր տեսքի վրա միանգամից որոշում են կայացնում։ Բայց այդտեղ մի կարևոր բան էլ կա, որ HR մասնագետն էլ պետք է հասկանա, որ որոշումը կայացնում ես ոչ թե մարդը կարող է աշխատի քո կազմակերպությունում թե չէ, այլ իրան հիմա հրավիրես հարցազրույցի թե չէ։ Սա մի քիչ ավելի ոնց որ նուրբ բան է, գոլեգաներս երևի կփաստեն, որ համենայն դեպս պրոֆեսիոնալ մոտեցում չի, եթե դու նայես CV-ն ու ասես, չէ, ինքը գործը չի կարող անել։ Դու ընդհանրապես պետք է որոշում կայացնես։ Առաջնային ֆիլտրման մեջ ինքը ընդգրկվում է, որ դու իրան կանչես հարցազրույցի։ Այ հարցազրույցից հետո, եթե քո մոտ արդեն ընտրության փուլն է օրինակի համար, այդ ժամանակ դու կորոշես ինքը քեզ համապատասխան է թե չէ։ Մի քիչ sense իրար հակասող, բայց շատ նուրբ բան կա այդ առումով ռեկրուտինգում։ Եթե ամփոփեմ
ընդհանուր resume CV իրանք դե գիտեք երկուսն էլ տարբեր իմաստներ ունեն, բայց մեզ մոտ անպայման երկուսն էլ կիրառում են ու դրա իր լավ կողմերը կա, վատ կողմերը կա, բայց դա կարող ենք թողնել, ամենակարևորը ոնց որ simple-ն է, պարզությունն է, հա, այդ ամեն ինչի CV-ում որ լինի եւ ամենակարևորը, երբ որ ֆայլը ամբողջությամբ պատրաստ է լինում, գոնե ֆայլը այդ գից այդ ամեն ինչը չլինի, կրի անունը, մարդու անուն ազգանունը ֆայլում, որովհետեւ դա նույնպես ոնց որ HR ուշադրություն է դարձնում մարդը ինչքան ժամանակ է ծախսել եւ որպեսի հոգ տանի իր ֆայլի, իր անձնական ինֆորմացիայի վրա։ Այո։ Ես համաձայն եմ Հայկ ջան բոլորովին ձեր ասացի հետ, բայց նայեք, հիմա ճիշտ է, շատ կա շուկայում էս խոսույթ է, որ CV-ներում լուսանկար ավելացնելը, չգիտեմ, ճիշտ չի, ավելի ոնց որ գրագետ է, երբ լուսանկար չի լինում եւ այլն, բայց մյուս կողմից եթե նայենք գործատուի տեսանկյունից, հա, պատկերացրեք օրինակ փնտրումը հաճախորդների սպասարկման մասնագետ ընկերությունը, լուսանկար չկա ռեզումեում տեխնացուի, ինքը ոնց որ պետքա որոշի, էլի, այսինքն պետքա ժամանակ ավել ծախսի, հարցազրույցի ընթացքում հասկանա, որովհետև հասարակ կարա օրինակ ոճային տարբերություն լինի, տվյալ մարդու ոճը, օրինակ, չգիտեմ, կամ սանրվածքը, կամ հագուստը, այդ հագնվելու ոճը, հա, կազմակերպության ոնց որ այդ ընդհանուր մշակույթի հետ չհամապատասխանի։ Ոնց որ տեղին հարց ես բարձրացնում, բայց գիտեք, այստեղ խնդիրն է, որ համամիտ եմ ամբողջությամբ, նման կրիտերիաներ մինչև հիմա էլ կան, բայց նաև պետք է մյուս կողմն էլ հաշվի առնել, որ որոշում կայացնել միայն CV-ով էդ էլ ճիշտ չի, ըստ իս, համենայն դեպս, հա, այսինքն մի քանի կրիտերիա իրար պետք է գումարել, եթե նախնական ֆիլտրացիան ինքը անցել է եւ նկար չունի, կարծում եմ ավելի ճիշտ կլինի կանչել լսել, հա, մենք մինչև հիմա մեր օրերում ունենք այդ խնդիրը արտաքին տեսքի հիման վրա աշխատակից ընդունել հետո, հա, բայց համենայն դեպս կապ չունի ինքը սպասարկումա թե ինչ է, եթե ինքը նախնական ֆիլտրացիան անցել է, գոնե կանչի լսի մի հատ այդ մարդուն, ոչ թե միանգամից ասա չէ, որովհետև դրա հակառակ տարբերակն է կարող է լինի, նկար չլինի, բայց ձեր ասած ամբողջությամբ թեկուզ արտաքին տեսքով որ չպետքա շատ նայենք, դաժե այդ պարագայում ինքը համապատասխան լինի, այսինքն ինքը իր ոնց որ տենց հստակություն չենք կարող ասել, այս մեկը ճիշտն էր, այս մեկը սխալն էր։ Ուղղակի եթե ինքը կրիտերիաներին քո ձեր նախնական համապատասխանել է, ամենաճիշտը կանչել այդ մարդուն լսելն է, հետո որոշում կայացնել։ Ես բոլորովին համաձայն եմ։ Որովհետև իմ նախորդ ասացի մեջ էլ հենց դա էր, որ չնայենք CV-ն ու ասենք, չէ, ինքը գործը չի կարա անի, որովհետև մենք նման որոշում չենք կարող կայացնել առաջին փուլում։ Մենք ընդհանրապես որոշում ենք կայացնում գա հարցազրույցի թե չէ, առաջին փուլի մասին է խոսքը։ Այ հետոն արդեն կորոշի, չգիտեմ, hiring manager-ը, HR manager-ը, ով որ կլինի հարցազրույցի ընթացքում ամեն մեկը իր կարծիքը կայտնեն կամ offer-ը կուղարկեն կամ rejection-ը կուղարկեն։ Այսինքն մենք պետք է այդ process-ին հասնենք, որ կարողանանք անել, ոչ թե միանգամից ասենք չէ կամ հա։ Ես համաձայն եմ, պարզապես նայեք ընկերություններ կան, հենց ձեր ընկերությունն էլ ինքը բավականին շատ օրինակ հավաքագրում է, չի անում աշխատակիցներով, ինքը անընդմեջ գործընթաց է։ Ընկերությունը ոնց որ պետքա փորձի նաև իր ժամանակը ոնց որ ճիշտ կառավարել, որպեսզի օրինակ, չգիտեմ, 100 հոգի կանչելու փոխարեն կանչեն լավագույն 20-ին։ Այո։ Դա մենք կարող ենք իրականացնել, ամբողջությամբ ձեր հետ համամիտ եմ, դա մենք կարող ենք իրականացնել, նայեք, սպասարկման ոլորտում մարդիկ շատ դեպքերում CV չեն ունենում, ռեզյումե չեն ունենում։ Դա կփաստեն հորեկա ոլորտում աշխատակիցները, մանրածախում ոնց որ հա, ոնց որ մեզ մոտ է, այսինքն շատ դեպքերում մարդը ուղղակի փնտրում է աշխատանք ու դու տեղադրում ես աշխատանքային հայտարարության մեջ հեռախոսահամարով, ինքը զանգում է ու դու արդեն իսկ ֆոն ինտերվյու ես անում, որից առանձնացնում ես ու հասկանում ես ինքը գա թե չէ հարցազրույցի։ Դա ուրիշ է, բայց տեսեք, թեկուզ այդ ֆոն ինտերվյուն էլի process է, որ դու հասկանաս ինքը գա հարցազրույցի թե չէ, այս շատ կարևոր է, այլես գա հարցազրույցին թե չեն, էլի։ Դրա համար կան ոլորտներ, որտեղ որ CV-ներ ընդհանրապես չեն օգտագործում ու մարդիկ չեն էլ ուզում օգտագործեն։ Դու չես կարող բոլորի մտածելակերպը փոխել, ուղղակի շատ դեպքերում էլ հենց հարմարվում ես իրենց ու եթե մարդը զանգահարում է, շատ դեպքերում լինում է, որ ոչ սպասարկման, այլ հաստիկների համար են զանգահարում եւ CV չեն ունենում։
ես նման խնդիրների եմ էլի առ այսօր մինչև հիմա բախվում եմ, բայց նման դեպքերում կարելի ասել պահանջում եմ CV-ն գոնե եթե ինքը ինչ-որ նեղ մասնագիտական հաստիքի համար է դիմում։ Եթե ես ֆրոնտլայն աշխատակիցների համար չեմ պարտադրի, այդ հաստիքի համար կպարտադրեմ, որ ես գոնե նախնական ինֆորմացիա ունենամ։ Այս դրա մասին է խոսքը, որ ինֆորմացիան ունենանք, նոր որոշումը կայացնենք։ Իսկ թե աշխատակիցը կունենա CV թե չէ, այ արդեն նաև կախված է ոլորտից։ Այ մարդը ինչքանով է հոգ տանում իր ֆայլին, այսպես ասած, իր անձնային բրենդավորմանը, թե ինքը ոնց կներկայանա շուկային որպես աշխատակից։ Ինչքանով է ինքը լուրջ վերաբերվում տվյալ աշխատանքին, այդ արդեն միանշանակ միանգամից ազդակա։ Անպայման, միանշանակ, որովհետև CV-ն նախնականն է ու HR-ներն էլ, հա, ռեզյումեի մեջ էլ յուրաքանչյուր HR-ը ասենց անպայման զննում է։ Եվ այնտեղ մոռացա նաև նշել, այդ մինչև հիմա չենք կարողանում հրաժեշտ տալ այդ soft skill-երի բաժնին, որ ես տեսնում եմ այդ soft skills գրածը, ես արդեն այդ հատվածը չեմ կարդում, որովհետև դրանցից ոչ մեկը CV-ով չեմ կարող չափել։ Այսինքն էդ էլ է, հա, կոպիտ կիքսերի մեջ, որ ասում ես, նշում ես այդքանը, բայց մեկը չեն հետևում, չեն անում։ Ես այդ հենց այդ ենթավեռնագիր տեսնում եմ, ավտոմատ անցնում եմ այդ դաշտը, չեմ էլ նայում, հա, որովհետև ինքը ախր մեր օրերում պետքա մի քիչ կարդալել կամ օրինակ, հա, օքեյ, HR մասնագետ չես, բայց գիտես, որ առաջին զրույցդ լինելու է HR-ի հետ։ Կարելի է մի քիչ ավելի ճկուն լինել եւ մտնել կարդալ մի հատ HR մասնագետի գործառույթների մասին, ինքը ինչ կնայի, մի քիչ դիտարկես քեզ տեխնացու, որ նաև դիմացինին էլ դիտարկես որպես HR, որ կարողանա այդ քիմիան կարողանա իրար հետ աշխատի, որ տեխնացուն էլ իմանա ոնց հասնի այդ կազմակերպություն։ Իսկ եթե ինքը հոգ չտարավ իր բրենդավորման մասին, իր CV-ի մասին ինքը հոգ չտարավ, HR-ը ինչու պետքա նստի մտածի եւ հոգ տանի, հա, այսինքն դրա տրամաբանությունն էլ դրա կորում, այսինքն եթե դու ինքդ չես մտածում քո մասին, դիմացինը չի մտածելու քո մասին, հա, ոնց որ քեզնից է սկսում այդ ամեն ինչը։ Դրա համար CV-ների հետ կապված, ռեզյումեների հետ կապված էլ կասեմ, որ ինչքան to the point լինի հաստիքին դիմելու համար, այնքան ոնց որ հավանականությունը հնարավոր է շատանա, որպեսզի տեխնացուն գա հարցազրույցի։ Այսինքն մարդ կարող է ունենա 3-4 մասնագիտություն, բայց դա չի նշանակում, որ այդ 3-4-ն էլ պետքա X հաստիքի համար ուղարկի։ Այսինքն CV-ն թող մնա իր CV-ն, բայց եթե ունի 20 տարիներ եւ ավելի փորձ եւ տարբեր մասնագիտություններ, ինքը պետքա հասկանա, այ ես որ ինֆորմացիան ներառեմ ռեզյումեի մեջ, նոր ուղարկեմ դա։ Չէ՞ որ եթե X հաստիքի համար դուք դիմում եք նաև YZ էլ ունեք, HR-ը հաստատ երկրորդային է դիտարկելու մնացած կոմպոնենտները, որովհետև ինքը ուզելու է ուղիղ համապատասխանություն եւ ուղիղ կապ այն հաստիքի համար, ինչի համար որ ինքը այս պահին է դիմում։ Այս տարբերությունները մինչև հիմա կա, բայց ձեր հետ միանշանակ համամիտ եմ Էդուարդ ջան։ Ուղղակի մենք այս խնդիրները ճիշտ ենք անում, որ բարձրաձայնում ենք, որովհետև հնարավոր է մեզ լսելով ավելի քչանան, հա, այդ խնդիրները ու ոնց որ մարդը հասկանա, որ ինքը ունի աշխատանք տանելու, եթե ուզում է ընդունվի աշխատանքի։ Այո, Հայկ ջան, համաձայն եմ։ Մեր ոդկասթի իմաստը հենց միտված է նրան, որ փորձենք հնարավորինս լուծել, հա, այս խնդիրը թե գործատուի տեսանկյունից, թե տեխնացուների տեսանկյունից, որ ավելի ճիշտ հնարավոր է մարդիկ նույնիսկ չգիտեն սրա մասին, այս նրբությունների մասին հնարավոր է չգիտեն։ Մեր նպատակն է, որ լսելով գոնե ինչ-որ ճիշտ ուղղության գան։ Այո, ճիշտ եք։ Հայկ ջան, իսկ ըստ ձեզ վերջին տարիներին ինչպես է փոխվել տեխնացուների մտածելակերպը եւ աշխատանք ընտրելու իրենց մոտեցումը։ Խնդիրն է, որ առասարակ սպասարկման ոլորտից եթե սկսենք, աշխատանքային ցանկացած հաստիկ ինչ որ վերաբերում է սպասարկմանը, մեծամասնությունը տեխնացուների եւ աշխատակիցների դիտարկում են որպես պատրաբոտկա, այսպես ասած, եւ կարճաժամկետ են, հա, նույնիսկ աշխատանքի ընդունվելուց իհարկե կասեմ, որ երկարաժամկետ են դիտարկում, բայց դա այդպես չի վստահաբար, այսինքն մենք չունենք այդ ինստիտուտը, որ սերվիս ոլորտը հնարավոր է առաջ գնալ սերվիսում, հնարավոր է աճել,
կա, բայց չեմ ասի զրոյական կետում է, բայց 10-ական կետում էլ չի, հա ինքը, այսինքն մարդիկ նախընտրում են այս պահին նամանավանդ ուսանողները կամ այն մարդը, որ ուզում է նոր մտնի աշխատաշուկա, ինքը կդիմի սերվիս ոլորտ, բայց ինքը հաստատ լինելու է կարճաժամ կետ, որովհետև սերվիսը, ինչպես նշեցի, պատրաբոդկա են դիտարկում, փորձը հավաքում են եւ գնում են արդեն մասնագիտական ինչ-որ ուղղությունով։ Եթե այլ ոլորտների դիտարկենք, հա, մենք հիմա ունենք տարբեր այլ ոլորտներ, որ շատ ականջին շատ հաճո են, շատ սենց հնչեղ են, բայց մարդը ընտրելուց էլ չգիտի ինքը ուզում է թե չէ։ Շատ գեղեցիկ է հնչում տարբեր հաստիկները, բայց տարբեր մասնագիտությունները, բայց մարդը ինքը պետքա գտնի իրանը, ոչ թե ոնց որ գնա ինչ որ մի մարդու հետևից, ով որ նաև ինքն է գնում, այսինքն ամեն մարդու ուղին ինքը ինդիվիդուալ է։ Մոտեցումները այդ առումով այնքանով են փոխվել, որ շատ լավ, մենք հիմա ունենք տասնյակ հազարավոր IT մասնագետներ շուկայում, իրանք շատ են, բայց հիմա ինչ-որ մի պա սենց սպադա չէ գնում, արդեն սենց քչանում է, այսինքն պայտակ ոնց որ IT-ին մարքեթինգային, ոնց որ մարքեթինգի ենթարկվեց, եւ հիմա էլ չի ենթարկում։ Ու տենց ինչ որ շրջան, չգիտեմ, HR-ն էլ էր տենց ինչ որ շրջան, ասես տարբեր մասնագիտություններ կան, որ իրանք սենց գալիս են, սենց պիկինա, հետո իջնում է, պիկա հասնում, իջնում է։ Ինքը սենց պերիոդիկ բնույթ է կրում։ Այսինքն մենք հələ ունենալու ենք երի շատ հաստիկներ ու մասնագիտություններ, որոնք գալու են հասնելու են իրանց մաքսիմումին եւ արդեն իջնելու են։ Սա ստաբիլ process է, բնականon է, հենց այդպես էլ պետքա լինի։ Ուղղակի երբ կենտրոնանում են մարդիկ մի մասնագիտության վրա, դրա համար մենք ունենում ենք այսքան շատ թափուր հաստիկներ տարբեր ոլորտներում։ Այսինքն մարդիկ կենտրոնանում են այս մի բանի վրա։ Նույնը օրինակ տրեյնինգները, հա, որ օրինակ մարդը հաճախեց մեկ տրեյնինգի, ինքը դիտարկում է իրեն մասնագետ։ Շատ լավ է այդ վստահությունը, բայց տեսական գիտելիքները եւ գործնականը իրար հետ պետք է համեմել, որպեսզի արդյունք ստանալ, ոչ թե մենակ տրեյնինգի միջոցով ասել, այ ես HR մասնագետ եմ կամ HR էքսպերտ եմ, ընդամենը 2 ամիս HR բառ լսելով, հա, այսինքն ինքը դրա համար եմ ասում ավելի երկարաժամկետ է։ Դրա համար էլ տեխնացուների մոտեցումները եւ առհասարակ մասնագիտությունների ընտրությունները դարձել է շատ տարբեր։ Ես էլ նույնիսկ հիմա դասախոսելով մարդիկ X բաժնում սովորում են, բայց միաժամանակ ուրիշ դասընթացների են գնում համալսարանի հետ զուգահեռ, որտեվ իրանք երկրորդ կամ երրորդ տարում հասկացան, որ սա իրենցը չի։ Այսինքն դա էլ է ամբողջությամբ բնականon, երբ որ 18 տարեկանում շատ դժվար է ընտրել մասնագիտություն, որը ամբողջ կյանքում քեզ ուղղորդելու է, այսինքն այդ փոփոխություններն էլ են նորմալ այդ վերջին։ Դրա համար շատ կարևոր է, երբ մարդը մասնագիտություն ընտրելուց առաջ մասնագիտական կողմնորոշման ինչ-որ դասընթացների է այցելում, իրան ճիշտ ուղղություն են փորձում ցույց տալ ու ինքը ընտրում է այնպիսի մասնագիտություն, որը որ սիրում է իսկապես, այլ ոչ թե օրինակ իր հարևանը այդ մասնագիտության բաժանացել ու հիմա ունի մեծ բարձր հասել ունի լավ առաջընթաց եւ այլն, այդ սխալ է, էլի պետքա ընտրես այն, ինչը որ դու սիրում ես։ Միանշանակ ու ինչքանով է դա քեզ համապատասխանում, ոչ թե այ դու տեսար ուրիշի մոտ տենց էր, դրա համար դու էլ տենց որոշեցիր, չէ, սա կարող է, հա, հնարավոր է դա այդպես աշխատի, բայց հնարավոր է հակառակն է լինի, ընդհանրապես չաշխատի։ Օրինակ ես այդ մասնագիտական կողմնորոշումը տենց դա ուսանողների հետ տենց մեկ-մեկ իրականացնում եմ, ոչ թե հենց տենց դնում եմ մասնագիտական կողմնորոշում, այլ արդյոք հիմա իրենք ինչ որ սովորում են այդ ոլորտում, դա իրանցնա թե չէ, ավելի շատ sense հոգեբանական է ստացվում, քան թե կողմնորոշում, ու ըստ դրա մարդիկ շատ իրենց էլ են սկսում բացահայտել, այ այս իրանցն էր, թե իրանցը չէր։ Դրա համար ինքը ամբողջությամբ նորմալ է, մարդը կարող է 10 տարի աշխատի որպես IT մասնագետ, 11-րդ տարում որոշի դառնա ատամնաբույժ, ինքը դրա իրավունքը ունի ամբողջությամբ ու ոչ մեկ չի կարող իրան քննադատել, որովհետև ուրեմն իր կարիերան այս ոլորտում ավարտվեց այս ոլորտում, ինքը այլ բան է ուզում ու այդ անցումն էլ է նորմալ, այսինքն ցանկացած պարագայում էլ, հա, ունենալով 1-2 մասնագիտություն մարդը կարող է ձգտել երրորդին եւ այդտեղ ոնց որ մեր օրերում շատ սխալ է մտածել, այ ինչով որ կրթություն ստացա կամ ինչ որ տրեյնինգ անցա, վերջ էս իմ մաքսիմումն է, հա, որտեվ գոնե եթե ինչ որ շրջանի ես հասել եւ չես կարդում շատ, չես գնում տրեյնինգների, պետք է գոնե
կարդաս, այսինքն թեկուզ on-line տարբերակով կամ գրքերով, այսինքն պետքա updated լինես միշտ, որովհետև ոլորտ ցանկացած ոլորտ հիմա չկա, որ դու երեք կարող էիր մի բան սովորեիր, վաղը քեզ ինքը էլ պետք չգա, որովհետև այս մոտեցումն էլ է փոխվում, այսինքն այդ մոտեցումների այդ փոփոխությունները նույնպես նորմալ են, ինքը որովհետև ոլորտները աճում է, ու մենք ինչպես որ սկզբում սկսեցինք, տեսեք, մենք ունեինք recruitment եւ հետո առաջացավ տարիների ընթացքում talent acquisition-ը, որ ինքը առաջին օրվանից չկար, ինքը օրերից մի օր ծնվեց, որովհետև պահանջարկը ծնվեց եւ իմաստը ծնվեց ընկերությունում։ Հայկ ջան, համաձայն եմ իհարկե, որ մարդը կարող է ոնց որ եթե գտնում է, որ այդ մասնագիտությունը չի սիրում, փոխի իր մասնագիտությունը, բոլորովին այլ մասնագիտությունով գնա, բայց ուզում եմ այս մասը ճիշտ ներկայացնենք, հա, մեր տեխնացուներին, որ իրանք չմտածեն, կարելի է օրինակ, չգիտեմ, անընդհատ մասնագիտություն փոխել ու այդպես ինչ որ արդյունքի հասնել։ Կարծիքով ճիշտ է, երբ մարդը գտնում է այն մասնագիտությունը, որ ինքը սիրում է, որտեղ ինքը իրեն կզգա ինչպես ձուկը ջրում ու սկսի դրա շուրջ զարգացնել իր անձնային որակավորումները, իր մասնագիտական որակավորումները, որպեսզի գոնե ինչ-որ բարձունքների հասնի։ Միանշանակ համամիտ եմ, նույնիսկ HR-ում կարող եմ այդ օրինակը բերել, տարբեր ճյուղավորումները որ կա, մարդ չի կարող օրինակ 1 ամսում լինել learning and development-ում, ուսուցման ու զարգացման բլոկում ու ասել սա ինձ մոտ չի ստացվում։ Այսինքն ինքը գոնե 6 ամսից ավել, կես տարուց ավել ինքը պետքա դրա մեջ լինի, մի հատ բոլոր կտորները շոշափած լինի, նոր ասի, որ օրինակ ուսուցումն ու զարգացումը տրեյնինգների բլոկը իմը չէր։ Օրինակ իմը ավելի շատ, չգիտեմ, HR admin-ն է, ասենք փաստաթղթաշրջանառության բլոկն է, բայց այդ որոշմանը մի րոպեում կամ մի ամսում դա շատ կարճաժամկետ է, որպեսզի որոշում կայացնել։ Իմ խոսքը նրա մասին չէր, որ երբ ուզենանք փոխենք, եթե գտնում ենք բնականաբար չենք փոխի, բայց երբ որ գտել ենք եւ հետո տարիներ հետո փոխում ենք, դա նույնպես որոշում է եւ ընտրության հնարավորություն է։ Ու բայց դա հիմնականում այնպես է, եթե ասենց մեծ ոլորտներ են, ոնց որ օրինակ HR-ը, որը տարբեր կտորներ ունի իր տակ, այնտեղ զարգանալու հնարավորությունները բլոկներում այնքան շատ են, որ մինչեւ անես դա շատ երկար ժամանակ էլի կպահանջվի, տարիներ կպահանջվի, որ օրինակ, չգիտեմ, մի բլոկում գոնե 100-ից 90-ը հասնես, ինքը երկարաժամկետ է, եթե խոսքը գնում է մեծ մասնագիտությունների մասին, եթե ու այնպես չի, որ ինչ-որ մի մասնագիտությունը լավն է, մյուսը վատն է, ինքը ուղղակի մի քիչ sense փիլիսոփայական միտում էլ կա, չէ, միշտ չի, որ մենք ենք ընտրում մասնագիտություններին, այլ մասնագիտություններն էլ են մեզ ոնց որ տեսնում, գտնում եւ ընտրում ճակերտների մեջ, այսինքն սա էլ է նորմալ գործում։ Շատ փոխելը լավ չի, իհարկե, որովհետեւ դա ստացվում է, որ չես գտնում քեզ, բայց եթե դու գտել ես ու քո ընտրած ոլորտում ենթավորորդ չի ստացվում, դա չի նշանակում, որ ընդհանուր ոլորտը չստացվեց։ Դա նշանակում է, որ այդ բլոկը կարող է իսկապես քոնը չէր, այդտեղ ամոթի բան չկա, պետքա փորձես այլը, մինչև որ գտնես։ Նույնն էլ օրինակ մարդու, օրինակ, չգիտեմ, ինչ որ շրջան է լինում բոլորիս մոտ էլ վստահ եմ, որ լինում ենք դեմոտիվացված։ Դա նույնպես առողջ է լինելը դեմոտիվացվածը, բայց հետո պետքա այդ ոնց որ գտնել այդ ուժը եւ դուրս գալ այդ դրանից, որովհետեւ դեմոտիվացվածությունն ու մոտիվացվածությունն էլ ինքը ինչ որ կետում ստոպ է տալիս, չէ՞ որ իրանք տեղերում փոխվում են։ Այսինքն մենք կարող ենք լինել շատ մոտիվացված, ինչ որ մի շրջան լինի դեմոտիվացված, բայց հետո մեկա դուրս ենք գալու դրանից։ Այսինքն մասնագիտական ընտրությունն էլ է հենց դրանում կայանում, որ մարդը պետքա գտնի իրեն, իր մասնագիտությունը, որից հետո հասկանա ես կարողանում եմ սա անել թե չէ, այս հարցի պատասխանը, բայց ոչ մեկ ամսում։ Խորանալ, նոր հասկանալ, սա իմն էր թե չէ։ Այո, ու պետք չի ամեն փոքրիկ խնդիրից որոշել, որ վերջ ես այս մասնագիտությունը փոխում եմ, սա իմը չի կամ եթե նույնիսկ դու լավ մասնագետ ես, բայց գտնվում ես սխալ տեղում, դա էլ պետքա ոնց որ իրավիճակը ճիշտ գնահատես, էլի, որովհետև ասում է մեկ շիշ ջուրը խանութում բոլորովին այլ գինա, аэроպորտում բոլորովին այլ գինա։ Շատ ճիշտ համեմատություններ, դրա համար պետքա ոնց որ հետևել ու ոնց որ առաջնահերթ ճանաչել ոնց որ ինքներս մեզ ու հասկանալ թե մենք ինչ ենք ուզում։ Ըստ դրա էլ կորոշենք մնացածը։ Այո։ Հայկ ջան, ուզում եմ հիմա անցում կատարենք employer branding-ին։ Տեսեք, շատ ընկերություններ փորձում են employer branding անել, բայց արդյունք չեն տեսնում։ Ըստ ձեզ ինչն է խնդիրը, ինչն է սխալ անում։
Տեսեք, Էդուարդ ջան, խնդիրն է նա, որ սոցիալական հարթակներում նկարում ենք վարդագույն պատեր, բայց հետո գալիս ենք բարձվում է սևեր։ Այսինքն պետքա կազմակերպությունը ներկայացնի իրականում այն ինչը որ ինքը ունի, ոչ թե հնարի եւ ցույց տա իմ նշած այդ պատերը գեղեցիկ հարյուրավոր բենեֆիցներով, դա շատ sense գեղեցիկ է, երբ որ մտնում ես ջոբ պորտալներում, գտնում ես, նայում ես, բայց երբ որ տեխնացուն, երբ որ արդեն դառնում աշխատակից եւ իրա թեկուզ առաջին աշխատանքային օրն է լինում, եթե ինքը հարցազրույցի ժամանակ դա չի նկատել, իրա մոտ սկսում են այն բացահայտումները, ինչը որ փակել էր employer branding-ը։ Ինքը որպես process HR marketing ստորաբաժանումների շատ հետաքրքիր է, բայց դա պետքա իրականությունը արտացոլի կազմակերպության, ոչ թե նկարի։ Սա այս նկարելը իհարկե ճակերտների մեջ, այսինքն ցույց տաս այն ինչը որ դու ունես եւ ինչով ես առանձնանում քո այլ կոնկուրենտներից, նույն ոլորտի մասին է խոսքը, հա, այս բaragայում, որ այնպես չստացվի, որ ամեն ինչը գեղեցիկ էր, հետո պարզվեց փուջ էր։ Սա հիմնական սխալն է, որովհետեւ իրականում հենց employer branding-ն էլ ինքը մեծ ֆինանսների մասին է։ Նկարահանումներ, վիդեոներ, կայքերում տեղադրումներ, հա, այդ ամեն ինչը հենց իրականությանը պետք է համապատասխանի։ Եթե ինքը համապատասխանում է, մարդը հիասթափություն չի ապրում։ Ինքը կարող է ընդունվելուց էլ տեսնի, որ օքեյ, employer branding-ը կարող է չիմանալ ինչ է, բայց տեխնացուն, հա, կամ աշխատակիցը, բայց իրան դա այդ բանը այդքան է չհետաքրքրի, բայց գոնե հարցազրույցին այն ինչը որ ասել ենք, համապատասխանում է իրականությանը, եթե մենք ցույց ենք տվել պատերը դեղին, իրականում դեղին էին, չենք ստել եւ չենք խաբել տեխնացուին կամ ապագա ով որ կդառնա աշխատակից։ Այսինքն այս լոգիկան շատ կարեւոր է հասկանալ, որ իրականությունը ցույց տանք եւ հետո որ հասկանանք, որ ինչից կարող է աշխատակիցը դժգոհի։ Սա նույնն էլ կարող ենք համեմատել, հա, որ հարցազրույցի ժամանակ ֆունկցիաներն ենք քննարկում, սա ենք ասում, օրինակի համար ընդունվում է, կրկնապատկվում է։ Դա եթե արվում է միանգամից, սա նույնպես խնդիր է, բայց եթե շրջան առ շրջան, երբ որ մարդը ինտեգրվում է գործի մեջ, իհարկե մարդը ինչքան շատ աշխատի, այնքան իր զարգացվածության ուղղությունները շատ կլինի։ Օրինակը դրա համար եմ ասում, որ սա էլ է շատ հետաքրքիր ձև բարձելու առհասարակ։ Երբ որ մի բան ասում ես, մյուս բանն է բարձվում։ Նույնպես employer branding-ն էլ է, հենց տենց է։ Ինքը եթե կա, պետքա ցույց տաս այն ինչ որ ունես, ոչ թե այն ինչը որ մենք ցույց ենք տալիս Facebook-ում, Instagram-ում, LinkedIn-ում, հա, որ արտացոլի իրականությունը ամբողջությամբ։ Այո, շատ կարևոր է հենց իրականությունը ներկայացնել, նույնիսկ ավելի լավ է մի քիչ ներկայացնել ինչը որ կա, բայց հետո տեխնացուի գալուց հետո տալ ավելին, քան ավելին ներկայացնել, բայց տալ ինչ որ չնչին մասը, որովհետև դա կարող է ունենալ բոլորովին հակառակ էֆեկտ։ Եվ լրացուցիչ խոստումներ առհասարակ չտալ։ Այո։ Hiring գործընթացները միշտ չէ որ ունենում են դրական արդյունք, ըստ ձեզ ինչն է խնդիրը, որտեղ է։ Տեսեք, կարող է ստացվել փուլերի քանակից, որ տեխնացուն արդեն հոգնում, կարող է լինել ընդհանուր չհամակարգված գործատուի կողմից։ Եվ իհարկե նաև տեխնացուից էլ է շատ հնարավոր։ Երկկողմանի սա ֆակտոր է, ոչ մի կողմին չեն կարող մեղադրել, մյուսին պաշտպանել։ Ուղղակի առհասարակ ցանկացած հաստիկ համալրելուց պետքա սկսենք ստրատեգիայից, ամենատրիվիալը, եթե տեղադրում ենք աշխատանքային հայտարարություն որտեղից եւ միջև աշխատանքային պայմանագիր կնքելու պահը, հա, այդ hiring-ը, որ ավարտվի, որ սկսվի արդեն մուտքը կազմակերպություն, այս հատվածում շատ կարևոր է, որ եւ գործատուի կողմը եւ տեխնացուն հասկանան, որ երկկողմանի աշխատանք կա տանելու։ Այսինքն հիմնականում Հայաստանում, եթե ինչ-որ նեղ մասնագիտական հաստիկներ են համալրվում, դա երկու փուլ հնարավոր է լինի, այսինքն HR ինտերվյու եւ հետո տեխնիկական ինտերվյու, որը ասենք task-ի տեսքով լինի, որից հետո նոր որոշում կայացվի, բայց միջինում կարծում եմ 3-ից ավելը երկկողմանի է արդեն հոգնեցնելու։ Այսինքն առաջի երկու փուլերը շատ լավ է, շատ։ Նույնիսկ այնպես ես վերջերս նկատեցի, որ առհասարակ մեկ փուլով
ոնց որ եթե երկկողմանի իրար հասկանում են, task-ը իրականացնում են թեկուզ բանավոր, եթե դա կարելի է ստուգել։ Օրինակ, չգիտեմ, հաշվապահի դեպքում մասնագիտական ստուգումներ եւ ինչ որ կարճ առաջադրանք թեկուզ թղթային տարբերակով, որը որ կարճ հստակ պատասխան կտա, ինչ որ անալիտիկա հաշվել, հա, ինչ որ տարբեր, ասենք, գիտելիքներ ստուգել, որ կարելի է տեղում դա անել։ Այսինքն ինչքան նորից գանք այդ simple-ին, այդ հասարակին, այնքան ավելի հեշտ կլինի։ Եվ իհարկե ամենակարևորը transparency-ն է, թափանցիկությունը, թե ոնց կգա կհամալրվի այդ ամեն ինչը, որովհետև առհասարակ դա նույնպես էլի կարևոր դեր է խաղում, թե տեխնացուն կհասնի, թե չէ, որովհետև լինում է մեր օրերում արդեն այնպես է մի քիչ փոխվել է էլի այդ միտումները, եթե ինչ որ շրջան միայն գործատումն էր որոշում կայացնում, հիմա արդեն տեխնացուն էլ է, հա, այսինքն կարծում եմ տարիներ առաջ մենակ գործատուն որոշում էր կայացնում, զանգահարում էր, HR-ը զանգարում էր, աշխատանքի առաջարկ անում էր։ Հիմա HR-ը կարող է զանգարի աշխատանքի առաջարկ անի եւ ստանա մերժում։ Որտեվ աշխատանքի տեղերը հիմա շատ են, այո։ Այսինքն նույն ոլորտի մասին թեկուզ հիմա արդեն եւ իհարկե մենք ունենք հսկայական արտագաղթ երկրից, որը որ մեզ նույնպես քչացնում է մեր ռեսուրսները, այսինքն կազմակերպությունները հա բացվում են, բայց մարդիկ էլ կան, որ լքում են երկիրը, հա, ու դրա համար էլ մենք չենք կարողանում ունենալ ստաբիլ աշխատաշուկա։ Չենք կարող ասել, որ 24-ից 26 թվականներում ընկած ստաբիլ է եղել, ոչինչը ստաբիլ չի եղել, այդպես ասած, ոչինչը, իրանք որովհետև ամեն տարի նոր բան է փոխվել, ու այդ hiring-ն էլ, իրա ձևն էլ է փոխվել, դրա համար ամփոփելով կարող եմ նշել, որ միջինում մաքսիմումը 3, դրանից ավել երկկողմանի հոգնեցնելու են իրար, համ գործատուի կողմը, համ տեխնացուի կողմը։ Ինչ խորհուրդներ կտաք այն ընկերությանը, որը փորձում է ընկերության ռազմավարությանը եւ կորպորատիվ մշակույթին համապատասխան թիմ ձևավորել։ Կսկսենք իհարկե ադապտացիայից, եթե ամենասկզբից employee life cycle-ից ենք սկսում, երբ որ մուտքն է լինում կազմակերպություն, այսինքն առաջին իսկ օրվանից ինտեգրել, ներկայացնել, հա, աշխատակցին ոչ միայն իր ֆունկցիաները onboarding-ի տեսանկյունից, այլ նաև կազմակերպության տեսլական առաքելությունը, արժեքները, պատմությունը, որից հետո արդեն երբ որ աշխատակիցը տեղեկացված է լինում, օրինակ Instagram-ով կամ Facebook-ով չիմանա, որ նոր բան է եղել իր կազմակերպությունում։ Եթե ինքը տեղեկացված է լինում, ինքը դառնում է ավելի լոյալ, ավելի հավատարիմ, եւ նման աշխատակիցների հետ վստահաբար կազմակերպությունը ավելի երկար ճանապարհ է անցնում։ Այսինքն ոնց պատտվում ենք, մեզ պետք են առհասարակ շուկայում համակարգված process-ներ, ստանդարտացված։ Եթե ինչ-որ մի բանը չի ստացվում, դա չի նշանակում, որ վատ է։ Ուղղակի պետքա փոխել, որպեսզի ստացվի այն նպատակը, որը որ դրված է։ Եթե եւ ամենակարևորը, ինչպես հաղորդման ընթացքում էլ նշեցինք, պատրաստակամությունը ներդրումներ կատարել աշխատակիցների մեջ, քանի որ իրանք են այդ ամեն ինչը կերտում, ոչ միայն, հա, ղեկավար անձնակազմը, նաև աշխատակիցներն են այդ ամեն ինչը կերտում եւ հետո այդ ամեն ինչը ամեն դեպքում հետ են բերելու կազմակերպություն, որովհետեւ ստանալու են եւ օգտագործելու են այդ գիտելիքը։ Ընդհանուր առմամբ ոնց որ սկսենք onboarding-ից, որպեսզի աշխատակիցը դառնա հավատարիմ եւ ինքը այդպես ավելի երկարաժամկետ կդիտարկի կազմակերպությունը աշխատանքի համար, որի արդյունքում էլ կլինի լոյալ։ Հայկ ջան, հիմա անցում կատարենք մեր բլից հարցերին։ Վատ հայերը շտապում թե սխալ գնահատում։ Իրականում շտապ գնահատելը դա հենց արդեն իսկ սխալն է, որը որ ոնց որ սկզբից տանում է։ Այսինքն պատասխանը երկուսն էլ։ Լավ տեխնացու, հմտություններ թե մտածելակերպ։ Միանշանակ մտածելակերպ, որովհետև մտածելակերպը դժվար է փոխել, իսկ հմտությունները կարող ենք սովորեցնել։ Ամենակարևոր հարցը, որ պետք է տրվի հարցազրույցի ընթացքում։ Ես միշտ մի հարց կա, որ բոլոր հարցազրույցներին եմ տալիս, որն է ամենամեծ ձեռքբերումը առ այս պահը, որ ունի տեխնացուն։ Սրանով մենք ընդհանուր բացահայտում ենք, թե ինչի շուրջն է պտտվել առ այս պահը իր կարիերան։ Կարծում եմ, սա կարևորագույն հարցն է ինձ համար։ Հայկ ջան, այսքանով ավարտվեց մեր հաղորդումը, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ հրավերի համար, Job Finder-ին նորանոր ձեռքբերումներ։ Շնորհակալ եմ շատ Հայկ ջան, շատ հետաքրքիր զրույց ունեցանք։